Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագիծն է, մեր ռադիո լսողին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Sportcast-ի տեսագրությունը կարող եք նաեւ դիտել հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ տեսագրությունը նաեւ կտեղադրվի մեր կայքի, մեր պաշտոնական կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Այսօր իմ հյուրն է Կարեն Գիլոյանը, Պարոն Գիլոյան, ձեզ ներկայացնելու, եթե ներկայացնելիս լինեմ, այդպես երկար ձեր գործունեությունը ընդհանուր առմամբ պետք է թվարկեմ, բայց քանի որ ըստ թեմայի ենք այսօր, ներկայացնեմ այն պաշտոնը, որում որ աշխատում եք, խոսքը գնում է համաշխարհային հակադոպինգային գործակալության մասին, դուք այդ գործակալության հիմնադիր խորհրդի անդամ եք ընտրվել նախորդ տարվա հոկտեմբերին, նախ հասկանանք այստեղ ինչ իրավիճակ է, ես գիտեմ, որ իդեպ հակադոպինգային այս համաշխարհային գործակալությունը անգլալեզու այսպես հապավումով WADA է որպես հայտնի, մեր ռադիոլսողները հաստատ մարզասերները դրա մասին լավ գիտենք, որ այս գործակալության խորհուրդը կազմված է մոտ 4 տասնյակ անդամներից, եթե չեմ սխալվում 38, դուք կուղեք կամ կհաստատեք եւ այսպես քվոտավորված է, այսինքն մի մասը նշանակվում է ՄՕԿ-ի կողմից, այսինքն Միջազգային օլիմպիական կոմիտեի, մի մասը կառավարությունների, դուք պարզաբանեք, այսինքն դուք ինչպես եք հայտնվել խորհրդում։ Շնորհակալություն, ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, Դավիթ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, անցած տարվա հոկտեմբերին ընտրվել եմ WADA-ի հիմնադիր խորհրդի անդամ, պարտականություններից կատարմանը անցել եմ հունվարի 1-ից։ Եվ հիմա խորապես ընկղմվել եմ այդ դաշտ ու հենց այսօր գիշերը թռչում եմ Ստրասբուրգ, որտեղ կհամայի ժողովն է, վաղը ամսի 13-ին կայանալու է կհամայի ժողովը, այնտեղ քննարկումներ կան, ընտրություններ կան, կարճ ասած պատրաստվում ենք WADA-ի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններին, որը կայանալու է մայիսին եւ այս տարվա ամենախոշոր իրադարձությունն լինելու է դեկտեմբերին Հարավային Կորեայում կայանալիք համաժողովը համաշխարհային, որտեղ քննարկվելու են բազմաթիվ հարցեր։ Ես WADA-ում ներկայացված եմ եղել Եվրոխորհրդի կողմից եւ մենք Եվրոխորհրդի 42 երկրների կողմից ներկայացված ենք 2 հոգով, ես եւ Բյորեն Բորգեն, որ ներկայացնում է Լյուքսեմբուրգը, եւ մեր խնդիրն է Եվրոպայի այդ երկրների շահերը բարձրացնել WADA-ում։ Ինչպես եմ հայտնվել, առաջարկը եղել է WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի կողմից դնել իմ թեկնածությունը, որտեվ դրանից առաջ մի քանի անգամ գործնական շփումներ ենք ունեցել տարբեր ժողովների, համաժողովների, սիմպոզիումների ժամանակ եւ այստեղից մեր կատարած աշխատանքը Հայաստանի հակադոպինգային կազմակերպության աշխատանքը, Հայաստանի կառավարության վերաբերմունքը հակադոպինգին, մենք օրենքի փոփոխություն էինք կատարել, որպեսզի մեր օրենքը համաձայնեցնեինք, համապատասխանեցնեինք WADA-ի չափանիշներին, իսկ դա պարտադիր էր։ Դու դա իրականացնում էիք, երբ որ նախարարի տեղակալ էիք, այսինքն մեծ հաշվով սպորտի ուղղության պատասխանատու։ Այո, այդ ժամանակ կառավարության դիրքորոշումն այդպիսին էր, հակառակ պարագայում ուղղակի WADA-ն կփակեր մեր մասնակցությունը բոլոր մրցումներին, իսկ դուք գիտեք, թե ինչ հեղինակություն եւ ինչ ազդեցություն ունի WADA-ն այսօր համաշխարհային սպորտի վրա, շատ երկրների զրկել է դրոշից, օրհներգից, շատ երկրների թույլ չի տալիս մասնակցել եւ հիմա էլ բազմաթիվ երկրներ դեռ կան, որոնք չեն հասցրել համապատասխանեցնել իրենց օրենքները WADA-ի օրենքներին եւ արդեն նախազգուշացումներ ունեն, որ ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում եթե չհասցնեն այդ փոփոխությունները կատարել, ուղղակի նրանց մարզիկները կզրկվեն միջոցառումների մասնակցելու իրավունքից։ Այսքան կարևոր է եւ ընդհանրապես աշխարհում այսօր հակադոպինգի դերը շատ է բարձրացել, երբ 1999 թվականին հիմնադրվեց համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը կամ WADA-ն եւ հիմնադրումը
միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ իհարկե, որովհետև արդեն չափազանց շատ էին դոպինգ պատմությունները, սկանդալները, չափազանց շատ էին մարդիկ չթույլատրված խթանիչներ օգտագործում, չափազանց մեծացել էր վտանգը առողջության հանդեպ, դրա համար ստեղծվեց կենտրոնը Կանադա, Մոնրեալ քաղաքն է, եւ հիմա փաստորեն ամեն ինչ արվում է, որ սպորտը զերծ պահվի, սպորտը զերծ մնա դոպինգից, արգելված խտանիշներից, եւ դրա համար մարդիկ ոչ մի միջոցի առջև չեն կանգնում, խստացնում են օրենքներ, գիտեք թե ինչ մեծության աստղեր են զրկվում, ինչ երկրներ են դրանից տուժում։ Մենք մի քանի օրինակով այժմ կդիտարկենք քիչ անց։ Այո։ Կարեն, տեսեք, մենք գիտենք, որ նաև նախ այդ գործակալությունը բաժանել է տարածքների, տարածաշրջանների, իր որոշակի ենթագրասենյակներ ունի, նշեցինք, որ Մոնրեալ քաղաքը հիմնադիր, այսինքն գլխավոր կենտրոնական գրասենյակը Կանադայում է, կա ըստ մայրցամաքների, հիմա ուզում ենք հասկանալ, Հայաստանը կառավարվում է որ գրասենյակից։ Ընդհանրապես Լոզանի գրասենյակն է եւ Ստրասբուրգը, այսինքն ոչ թե կառավարվում է, այլ մենք մշտական կապի մեջ ենք այս երկու գրասենյակների հետ եւ հիմա էլ որ այսօր գիշերը նորից ասեմ մեկնելու եմ Ստրասբուրգ իմ թիմի հետ այնտեղ նշանակված են բացի հիմնական այդ ժողովը, որի համար մեկնում ենք, նաեւ փոքրիկ հանդիպումներ են նշանակված զանազան պաշտոնյաների հետ, զանազան հարցեր կան քննարկելու եւ մենք այո, հենց որովհետեւ ներկայացնում ենք Եվրոպայի խորհուրդը Վադայում, հենց Եվրոպայի խորհրդի շահերն էլ պաշտպանում ենք այդ կազմակերպությունում, այնպես որ բնական է քննարկումները հենց այդ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ է լինելու։ Դուք որոշ չափով արդեն Կարեն ջան նշեցիք, թե ինչ աշխատանք, ինչ գործունեություն պետք է ծավալեք նաև Հայաստանի համար։ Դրանք անդրադառնանք քիչ անց, հիմա մի քանի հարցի անդրադառնանք, որոնք այսպես կիսասկանդալային կամ կիսասուր են, հասկանանք հիմնական իհարկե այսպես հնչեղություն ունեցող միջազգային լրահոսում հնչեղություն ունեցող հարցերից մեկը ֆինանսավորմանն է այս գործակալության վերաբերում։ Գիտենք, որ օրինակ Միացյալ Նահանգները խնդիրներ կարծես թե ունի Վադայի հետ եւ ֆինանսավորումը իր կողմից կտրում է։ Այսինքն մեծ հաշվով գրեթե բոլորը մարզասերները, մարզիկները գիտեն, որ այս գործակալության ֆինանսավորումը ի սկզբանե իր վրա վերցրել էր Միջազգային օլիմպիական կոմիտեն, հետագայում ոնց որ կիսել էր կեսը Միջազգային օլիմպիական կոմիտեից, մնացածը երկրներից տարատեսակ։ Դե հասկանում ենք, այդտեղ էլա որոշակի համամասնություններով Եվրոպա, Ամերիկա, Ասիա եւ այլն։ Հիմա ֆինանսավորումը, եթե Միացյալ Նահանգները կտրում է, խնդիրներ տեսնում է Վադայի աշխատանքի հետ, բայց միաժամանակ որոշակի սկանդալային պատմություններ էլ կանդրադառնանք, որը կապված է եղել հաքերային այդ հայտնի հաքերների միջոցով արտահոսքի, որտեղ նշվում են ամերիկացի մարզիկների անուններ։ Հիմա ֆինանսավորումը ինչպիսին է եւ այստեղ խնդրահարույց հարցեր կան թե ոչ։ Ուրեմն այս պահին իրավիճակը մոտավորապես հետեւյալն է, որովհետեւ ամեն օր բան է փոխվում։ Ամենայն դեպս վաղը չէ մյուս օրը ավելի ինֆորմացված կլինեմ։ Ուրեմն ամեն ինչ սկսվեց նրանից, որ Միացյալ Նահանգները դժգոհ մնաց չինացի 2 տասնյակից ավելի լողորդների հանդեպ կայացած որոշումից, երբ որ նրանք չորակազրկվեցին, իսկ նրանց այրան մեջ դոպինգ էր հայտնաբերված, ուղղակի այդ ամենը Վադան բացատրեց նրանով, որ նախապես եղել են դիմումներ, նախապես արդարացումներ, հիմնավորել են, թե ինչու է այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ իրենք որոշումը կայացրել են միայն իշահ սպորտի, իշահ ազնիվ սպորտի եւ մարդկանց չիմացությունն է եղել պատճառը։ Այդպիսի մի պատմություն էլ եղավ թենիսիստ Յանիկ Սիների հետ կապված։ Եթե գիտեք, Սիները տակավին վերջերս ստորագրվեց քառակողմ պայմանագիր, որով Յանիկ Սիները որակազրկվեց 3 ամսով։ Այո, հետաքրքիր որոշում կայացվեց։ Այն դեպքում, երբ որ նրա արյան մեջ կլոստեբոլ էր հայտնաբերվել, կլոստեբոլը դա ուրեմն տեստոստերոնն է,
քլոր տեստոստերոնը, որն իրենից ներկայացնում է անաբոլիկ ստերոիդ, այսինքն լուրջ դոպինգ է, չթույլատրված խտանիչ է եւ սրա համար լուրջ պատիժ է սահմանվում մարզիկների համար, բայց ամեն ինչ հետեւյալներ եղել, ուղղակի մեր սողը առանց մարզիկին տեղեկացնելու, երբ որ մերսել էր նրա վնասվածքը եւ փորձել էր մատի այդ վնասվածքը բուժել, քսուկ էր օգտագործել, որի մեջ եղել էր այս ձեր նշած խթանիչ։ Այո, մարզիկը տեղյակ չէր եղել, մարզիկի բժիշկը տեղյակ չէր եղել, մարզիչը տեղյակ չէր եղել, եւ երբ որ այս ամենը ներկայացվեց, հաշվի առնվեց Սիների հսկայական հեղինակությունը, նրա առաջին ռակետ լինելու հանգամանքը, վերջին խոշոր մրցաշարերի հաղթող, ընդհանրապես այո, հրաշալի մարզավիճակում է, լավ արդյունք է ցույց տալիս, եւ Վադան գնաց այսպիսի ճանապարհով, այնտեղ մի քանի կետեր էր նշվում, մի քանի օր առաջ եմ ստացել այդ նամակը, մենք որպես հիմնադիր խորհրդի անդամներ ստանում ենք այդ ամենը, փակ ծրարով, այսպես ասեմ, բայց այդտեղ ոչ մի խնդիր չկա, կարող եմ հրապարակել, ինքը Սիները, Վադան, միջազգային թենիսի ֆեդերացիան եւ եւս մեկ կազմակերպություն IFAF-ը համատեղ քառակողմ պայմանագիր ստորագրեցին, որով Սիները որակազրկվեց միայն 3 ամիս եւ այս տարվա մայիսի 4-ից նա արդեն կլինի չորակազրկված մարզիկ եւ կկարողանա հանդես գալ խոշոր մրցումներում։ Թե Ռոլան Գարոսում, թե այո, արդեն կհասցնի Ռոլան Գարոսից կհասցնի, այդ ընդ որում 2 անգամ էր հայտնաբերվել, անցած տարի Մարտին Ինդիան Ուելսի Masters 1000 մրցաշարի ժամանակ էր հայտնաբերվել, հետո էլ դրանից հետո կրկնակի տեստը նորից ցույց էր տվել, որ այո, այրան մեջ կլոստեբոլ կա։ Բայց արդեն ասացի, ամեն ինչ իշահ մարզիկի որոշվեց, հիմա կարող եք ասել, բա ինչու է դեպքում օրինակ Սիմոնա Հալեպի հանդեպ այդպիսի վերաբերմունք չկիրառվեց, ինչու երկակի ստանդարտներ են։ Իհարկե այստեղ հիմնադիր խորհուրդը որոշողը չէ, այդտեղ համապատասխան դուք որոշման կայացմանը չեմ մասնակցել, հիմնադիր խորհրդի գործառույթը միանգամայն այլ է, այնտեղ շատ ավելի գլոբալ ու մեծ հարցեր են քննարկում ու որոշում, այստեղ համապատասխան այսպես դեպարտամենտ կա, որը այդ որոշումները կայացնում է եւ հետո հաշվետու է մեզ հիմնադիր խորհրդին։ Այո։ Հենց այդ հաշվետվության ժամանակ էլ պարզ դարձավ, որ այո, իշա, այստեղ երկակի ստանդարտ չկա, այստեղ պայմանները այլ են, Հալեպի դեպքում այլ իրողություն էր, տեղեկացվածությունն այլ էր, օգտագործած նյութերն այլ էին, այստեղ նորից եմ ասում, ընդամենը արտաքին քսուկի միջոցով էր անցել եւ դա ապացուցված փաստ է, այստեղ ոչ խմել է, ոչ ներարկվել է, ուղղակի քսուկի միջոցով մատի վնասվածքը բուժելիս մեր սողը օգտագործել է այդ կրեմը, որի մեջ եղել է կլոստեբոլը։ Կարեն, տեսեք, մենք հասկանում ենք, որ եթե Սիների օրինակն եք բերում, այդ օրինակի վրա քննարկենք ինչ իրավիճակ է, ինչ որոշումներ են կայացվում։ Հասկանում ենք, որ Սիների պարագայում կարար ավելի խիստ որոշում կայացվել։ Այո, սակայն անկասկած։ Նաև կարանք այս որոշումը, որ կայացվել է, այս համաձայնությունը, համաձայնագիրը, մենք կարանք մեկ բառով դրան նշենք, ներել են։ Անկասկած, այո, կարող էին 1-ից 3 տարի որակազրկել, բայց որակազրկեցին ընդամենը 3 ամիս, բայց արդեն ասացի ինչու։ Այստեղ բաներ կան, որը պիտի հաշվի առնել, մենք խոմ ռոբոտ չենք, ոչել արհեստական ինտելեկտ։ Ի վերջո մարդ ենք, հույզեր ունենք եւ նաեւ գնահատում ենք մարդու արածն ու այս պահի ունեցածը։ Եթե մարդը տեղեկացված չի եղել, պատահական է, քսուկով է եւ այդ կարգի մարզիկ է, մենք դրանով արգելակեինք թենիսի վառ ներկան, որովհետև Սիներն այս պահին աստղ է։ Սիների հեղինակությունն է այստեղ հաշվի առնվում, ճիշտ եմ։ Անկասկած։ Հիմա ոչ այսպիսի հեղինակություն չունեցող լավ թենիսիստի պարագայում այսպիսի որոշում կարող է կայացվել, թե հնարավոր է որ չկայացվի այսպիսի որոշում։ Եթե հիշում եք, երբ որ Միլդրոնատը դարձավ հայտարարվեց օրենքից դուրս,
իսկ մինչև այդ ինքը ուղղակի հանգստացնող ու վերականգնող էր Միլդրոնյումը, Մարինա Շարապովան անմիջապես բռնվեց, ոչ թե բռնվեց, ցույց տվեց, որ օգտագործել է եւ ասեց այո, օգտագործել եմ։ Նաեւ նրա հեղինակությունը հաշվի առնելով, ասացին, որ լավ 6 ամիս կարելի է, որտեղ չեք իմացել, ասեց շուտ եմ օգտագործել, քան դուք հայտարարել եք։ Ձեր հայտարարելուց առաջ է եղել, հիմա իմ օրգանիզմը դա երկար է ցույց տալիս։ Եվ նրան ներեցին նույնպես։ Ասացին այո 6 ամիս ժամանակ։ Նորից որովհետև այդ պահին Շարապովան աստղ էր, Շարապովան սիրված էր, նա ռոպագանդում էր, չէ՞ որ աստղերն են նաև ռոպագանդում մարզաձև եւ առողջ ապրելակերպ։ Եվ այդ ամենը հաշվի առնելով նրան էլ ներեցին։ Հիմա էլ այստեղ սիներին ներեցին։ Այո, իհարկե, ի վերջո ուժեղներին մի տեղ էլ չեն դատում, ուժեղները իրավունք ունեն մի տեղ էլ փոքրիկ վրիպում թույլ տալիս ներվել։ Մյուսներին չեն ներում, Կարեն, այս հարցն է ինձ հետաքրքրում։ Չէին ների, չէ։ Չէին ների։ Չէին ների։ Մեր հեռուստաիտողին եւ ռադիոկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ դուք հետեւում եք Sportcast նախագծին, իմ հյուրն է համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի նորընտիր անդամ Կարեն Գիլոյանը, մեր Կարեն Գիլոյանը, տեսեք Կարեն, նաև անդրադառնանք այն ինչից կարծես սկսեցինք, բացեցինք այս թեման։ Միացյալ Նահանգների բողոքը ընդդեմ Չինաստանի, ընդդեմ WADA-ի ֆինանսավորման սահմանափակում եւ այլն։ Բայց կար տարիներ առաջ 2016 թվականին համակարգչային հաքերների, այսպես հաքերները կոտրել էին WADA-ի ընդհանուր բազան, ինֆորմացիոն տեղեկատվական բազան եւ այնտեղից որոշակի տեղեկատվության արտահոսք դուրս սփռեցին համացանց եւ որտեղից հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների մի շարք մարզիկներ, խթանիչներ, արգելված խթանիչներ օգտագործած իրենց WADA-ն ինչ-ինչ պայմաններում դարձյալ ներել է, բայց դա չի բարձրաձայնվել, ինչպես օրինակ Սիներեի, Շարապովայի, որոնց օրինակները դուք բերեցիք։ Սկանդալ ծագեց։ Հիմա այստեղ էլ նայենք, երկակի ստանդարտներ չկա, բողոքում է այն երկիրը, որ ժամանակին փաստացի օգտվել է ինչ-ինչ պայմաններից։ Համաձայն եմ, ձեր ասացի մեջ տրամաբանություն կա եւ հիմա հենց այս պահին էլ իրավիճակն այնպիսին է, որ ամերիկացիները ասում են հետ կանչեք ձեր բողոքը դատարանից եւ մենք էլ հետ կկանչենք մեր վերաբերմունքը, կարճ ասած, կարծես թե հաշտության եզրեր արդեն գտնվում են ու եւ խորհուրդն է դրանով զբաղվում։ Չէ, դրանով խորհուրդը առայժմ չի զբաղվում, այստեղ առայժմ կան այլ մարմիններ, որոնք զբաղված են դրանով։ Գիտեք ինչ, ընդհանրապես, եթե հիշում եք, կար ժամանակ նաև երբ սկանդալ ծագեց նորվեգացի բիատլոնիստերի եւ դահուկորդների հետ կապված։ Ուժեղագույն բիատլոնիստները եւ այո, ուժեղագույն, որոնք պարզվեց, որ օգտագործում են սփրեյ մրցումից առաջ, բայց արդարացված է, որովհետև իրենք ներկայացրել են, որ ասմատիկ են, ունեն շնչառական խնդիրներ եւ դրա օգտագործումը միայն այդ առողջությունը չվնասելու ու ճանապարհին չմահանալու համար է։ Բժիշկները հիմնավորել են, նախապես գրված է եղել եւ ամեն ինչ օրենքի սահմաններում է, երբ որ դու այո ներկայացնում ես, ասում ես, որ այս խնդիրը կա, բայց այս խնդիրը ես լուծում եմ այս պատճառով, դա ամենևին արգելված խթանիչ չէ, դա հենց խթանիչ է։ Իսկ քիչ առաջ դուք էլ օգտագործեցիք, իդեպ շնորհակալություն, որ ճիշտ եք օգտագործում, խթանիչը դոպինգ չէ։ Արգելված խթանիչն է դոպինգ։ Այնքան խթանիչներ կան, որ դոպինգ չեն։ Բնական ծագմամբ հարյուրավոր խթանիչներ կան։ Օրինակ սև ձկնկիթը խթանիչ է, մեղրը խթանիչ է, բայց դրանք դոպինգ չեն։ Ընդեղենը սպիտակուցը խթանիչ է, մումիոն խթանիչ է, մառալի պանտոարյունը խթանիչ է, բայց դրանք դոպինգ չեն։ Լոշտակը խթանիչ է, ժենշենը խթանիչ է։ Սրանք բոլորը գալիս են ուժեղացնելու մարդուն, բայց դրանք արգելված չեն, որովհետև բնական նյութեր են, մարդը դա կարող է օգտագործել կերակրի մեջ, կարող է անընդհատ դրա կարիք ունենալ։ Խթանիչը դոպինգ է, արգելված խթանիչը, որը քիմիական ծագում ունի եւ որը գուցեև ուժեղացնում է օրգանիզմը, բայց հակամարցակցային պայմաններ մեծապես վնասում է առողջությանը։ Ուրեմն իգիտություն ձեզ ասեմ, եթե տեսնում եք, որ որևէ մարզիկ շատ երիտասարդ սպորտի համար երիտասարդ հասակում սկսում է վնասվածքներ ստանալ հաճախակի,
սկսում է խնդիրների առաջ կանգնել եւ թվացial կարիերայի գագաթին հեռանում է սպորտից, նշանակում է նա երբեմն օգտագործել է արգելված Գործոններից մեկը դա հաստատ է, իմացեք։ Հասկացա։ Հիմա ընդհանուր անդրադառնանք պրոտոկոլներին։ Պրոտոկոլների կազմամբ զբաղվում է խորհուրդը։ Դուք անձամբ պետք է զբաղվեք դրանով։ Ուրեմն պրոտոկոլների ավելի շատ քաղաքականություն է մշակում խորհուրդը եւ ռազմավարություն։ Այսինքն դրվում են համաշխարհային համաժողովից համաժողով դրվում են խնդիրներ, առաջ են քաշվում նոր ծագած ինչ-որ խնդիրներ կամ եղած արկա, բայց առայժմ չհարթված խնդիրներ ու խորհուրդը աշխատում է դրանց վերացման ուղղությամբ։ Հիմա մինչև ինչպես ասացի, Հարավային Կորեայում է կայանալու այդ համաժողովը տարեկան։ Դուք ինչ հարցերի բարձրաձայնմամբ եք այնտեղ մեկնում։ Այո, մեզ փաթեթ են ներկայացրել, մենք հիմա աշխատում ենք այդ փաթեթի վրա, յուրաքանչյուրս իր տեղում, իսկ Երևանում ես իմ գրասենյակն եմ բացել, մենք աշխատում ենք այստեղ թիմով, իմ գրասենյակով, մենք աշխատում ենք այդ խնդիրների ուղղությամբ, քննարկում ենք, հետո դա ներկայացնում ենք Եվրոպայի խորհուրդ, որի ներկայացուցիչ եմ Վադայում, եւ արդեն կմեկնեմ Հարավային Կորեա հստակ դիրքորոշմամբ եւ հնարավոր է նաեւ ելույթի իրավունքով։ Դա արդեն տեղում կհասկացվի, ով է, բոլորը ելույթ չեն ունենում, հասկանալի է, ես արդեն մեկ անգամ ելույթ ունեցել եմ Կամայի ժողովի ժամանակ, ելույթ եմ ունեցել Եվրոպայի, երբ դեռ նախարարի տեղակալ էի, Պորտուգալիայում Պորտու քաղաքում ելույթ եմ ունեցել Եվրոպայի սպորտը համակարգող նախարարների խորհրդի նիստի ժամանակ, այսինքն այնտեղ արդեն գրեթե բոլորին ճանաչում եմ, նոր միջավայր չէ ինձ համար, Հարավային Կորեայում շատ այսպես վճռական տրամադրված կգնամ մեր տեսակետը հայտնելու, հասկանալի է թիմային մտածողությամբ եւ քաղաքականության թիմային լուծմամբ։ Հայկական սպորտին պետք է անդրադառնանք։ Սակայն մինչ այս հարցերի շարքը փակելու համար ավարտելու անդրադառնամ ընդհանուր առմամբ դոպինգների ցանկի թարմացմանը, այստեղ ցանկը պարբերաբար թարմացվում է, ինչպես դուք ձեր բերած օրինակներով նշեցիք, օրինակ Շարապովան տեղեկացված չէր կամ ուշ է տեղեկացվել, որ այսպես չէ, տեղեկացված չէր, այդ պահին երբ օգտագործել է Միլդրոնիումը արգելված չէր։ Հետո երբ արգելեցին արդեն դա իհարկե վերաբերվում է գրեթե բոլոր մարզիկներին, այդ թվում նաև մեր երկիրը ներկայացնող մարզիկներին։ Հիմա օգտագործում են որոշակի խթանիչներ, ինչ իմանան, որ ենթադրենք 3 ամիս անց Վադայում այսպիսի որոշում կընդունվի եւ տվյալ խթանիչը կմցվի արդեն արգելվածների ցանկ եւ արդեն որպես դոպինգ եւ տվյալ մարզիկը խնդրի առջև կկանգնի։ Ուրեմն, տեսեք, ընդհանրապես այս դեպքում օրենքը հետադարձ ուժ չունի եւ եթե որևէ նյութ մինչեւ այս պահը օրենքից դուրս չէր հայտարարված, ուրեմն կարելի էր օգտագործել, որևէ խնդիր չկա։ Բայց գալիս է մի պահ, որ Վադան որոշում է, որ այս չգիտեմ նյութը արգելված է, դա վնաս է առողջությանը եւ երբ դու օգտագործում ես, դա քեզ անարդարացի ուժեղացնում է։ Հակամրցակցային, հակամրցակցային, այո, տեսեք, հասարակ օրինակ Ասկոֆենը ցուցակում է, որտեղ եւ ինքը արգելված է։ Թեպետ սովորական ցավազրկիչ է։ Բայց հիմա կասեք, բա ինչ անի, մարդու գլուխը ցավում է, չխմի Ասկոֆեն։ Ոչ, պիտի խմել այն դեղամիջոցները, որոնք ցուցակում չեն եւ չեն պարունակում նյութեր, որոնք արգելված են։ Այսինքն մարզիկները պետք է ուշադիր լինեն, պարզապես այն ինչ որ իրենք օգտագործում են անգամ սնունդը։ Անկասկած, հիմա մենք Հայաստանի հակադոպինգային գործակալությանը ուժեղացրինք շատ, կառավարությունը շատ լավ այսպես ծրագրեր իրականացրեց եւ այսօր ընդհանուր մինչեւ արդեն ասացի օրենքների որոշակի փոփոխություններ եւ այսօր Արնադոն Հայաստանի հակադոպինգային գործակալությունը շատ լուրջ հեղինակություն ունի Վադայում։
մեր դոպինգ օֆիցերները բազմիցս հրավիրվում են տարածաշրջանի երկրներ անցկացնելու դոպինգ պրոբաներ վերցնելու եւ իսկապես շատ բարձր որպես չեզոք ներկայացուցիչներ որպես բանիմաց գործին տեղյակ պրոֆեսիոնալ եւ ծրագրերն էլ շարունակում է առնադոն իրականացնել դրանցից մեկը նոր հեռախոսային application-ի հավելվածի ստեղծումն է այսօր կարելի է ուղղակի հավելված ունենալ հեռախոսում բացել հավելվածը գրել դեղի անունը եւ այդ հավելվածը միանգամից քեզ կասի կարելի է այն օգտագործել թե դա դոպինգ է այնպես որ սխալվելը անհնար է նույնիսկ որևիցե դեղի բաղադրիչի անունը որքան հասկանում եմ ցանկացած դեղի անվանումը այո քիմիական անվանումը գրեք եւ ինքը կասի այդ հավելվածը կասի դուք իրավունք ունեք դա մարզի եթե մարզիկ եք եթե հիմա մարզիկ չեք ձեզ համար ապրում եք հիմա կարող եք եւ խմել թեպետ խորհուրդ չեմ տա ավելի լավ է զերծ մնալ այդպիսի տեղերից որոնք ի վերջո համարվում են դոպինգ լավ կյանքից չէ որ դրանք դոպինգ են հավարվել ուրեմն վնաս են տվել առողջությանը դրա համար էլ մարդիկ որոշել են դրանցից հեռու մնալ իհարկե երբեմն կասեք այնպիսի բաներ են դոպինգ հայտարարվում որ մի քիչ պես անհասկանալի է օրինակ միզամուղներ կան շատ հասարակ միզամուղներ որոնք դոպինգ են համարվում այսինքն դոպինգ թեստը դրական է տալիս ինչու սա ուղղակի ոչ թե ինքն է օրգանիզմին օգնում հակամրցակցային վիճակի գալ, այլ ինքը արագ դուրս է հանում այն օգտագործած դոպինգը, որը կարող էր ցույց տալ։ Եվ Վադան ասում է դու դա այստեղ, այսինքն այսպիսի Վադան այսպիսի հնարք է օգտագործում։ Այո, ասում է եթե դու հաճախակի դա օգտագործել ես, իսկ դոպինգը որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Դոպինգը անսահման ցույց չի տալիս։ Այսօր օգտագործեցիր, կարող է ցույց տալ 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս մեզի մեջ, արյան մեջ իհարկե ավելի երկար է։ Կարող է այդքան ցույց տալ։ Եվ դու միզամուղ ես օգտագործել, որպեսզի արագ մաքրվես եւ ցույց չտա։ Երբ որ արդեն ցույց չի տալիս, դա միևնույն է օրգանիզմդ ուժեղ է դեռ։ Ինքը դեռ հակամրցակցային է։ Բայց արդեն ցույց չի տալիս, դու մաքրվել ես։ Դրա համար, գիտեք, Վադան մի քանի այդպիսի օրենքներ փոխեց կյանքից ելնելով, կյանքի դեպքերից, երբ որ գնաց մի քանի տեղ ու երկրներ կային, որ պահում էին իրենց մարզիկներին, ասում էին, ստեղ չի հիվանդ է, չգիտենք ուր է եւ այլն, Վադան որոշում կայացրեց։ Հիմա ցանկացած մարզիկ, ցանկացած պահի Վադան պիտի իմանա որտեղ է մարզվում կամ որտեղ է գտնվում։ Անկամ եթե հարսանիքի մեջ է այդ մարզիկը այդ պահին, Վադան պիտի գա մոտենա, դոպինգ օֆիցերը մոտենա այդ մարզիկին ու ասի, խնդրում եմ գնանք հիմա անալիզ հանձնելու։ Մարզիկին չգտավ, չկարողացավ հասանելի լինել ու մարզիկը կամ հրաժարվեց դոպինգ թեստ տալուց, համարվում է դրական, վերջ, ինքը զրկվում է։ Կարեն, հասցնենք վերջի 2 րոպեն է, հասկանանք, եկանք հայկական սպորտին։ Վերջին ժամանակներում մեր իհարկե իմ գործընկեր մարզական լրագրողները դա փաստում են, մեր մարզիկների հետ այս պարագայում կարծես խնդիրներ չկան։ Կային ժամանակին, այո, դոպինգային, հակադոպինգային այս թեստերը մերոնք չէին անցնում, որակազրկվում էին եւ այլն։ Հիմա այդ խնդիրներից մենք հեռու ենք։ Դա շնորհիվ նաեւ, խնդրում եմ կարճ պատասխանեք, դա շնորհիվ նաեւ Հայաստանի հակադոպինգային կազմակերպության եւ ընդհանուր առմամբ իրազեկվածության եւ հավաքականների մարզիչների իրազեկվածության։ Շատ կարճ կլինի, այո, բայց մի քիչ եթե բացեմ, ասեմ, որ նաեւ շնորհիվ կառավարության քաղաքականության երկրներ կան, որ պահանջում են ուղակի մարզիկներից ցանկացած գնով հաղթանակ, միջոցների արժև կանգ չեն առնում եւ գնում են խթանիչների չթույլատրված խթանիչների օգտագործման, որպեսզի այդ հաղթանակը բերեն։ Մեր կառավարությունը մաքուր սպորտի կողքին է, մենք չենք ուզում այդպիսի հաղթանակ եւ ասում ենք ոչ դոպինգին։ Դրա համար էլ վերջին տարիներին ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական սպորտը մաքուր է եւ դոպինգ չի օգտագործում։ Ժամանակին օգտագործել են, ժամանակին, բայց միայն մերոնք չէին։ Իհարկե հարցածագ է, նույնիսկ օլիմպիական այսպիսի հիմնադիր մարզաձևերի դուրս մղման մասին էր խոսքը օլիմպիական խաղերից, խոսքը ծանրամարտ եւ այլն, որտեղ սկանդալները դոպինգային շատ էին։ Իհարկե
բավական անհասկանալի, զարմանալի կլիներ, ոնց ծանրամարտը չլինի, երբ որ կներեք հին Հունաստանում ծանրամարտը կարևորագույն մարզաձևերից էր, օլիմպիական խաղերի Աթենքում, մի խոսքով Հունաստանում։ Ոնց կլինի դա չլինի։ Չի էլ այդպիսի խնդիր այլևս չի էլ դրված։ Այո, կար ժամանակ, երբ միջազգային ֆեդերացիան ծանրամարտի ողջունում էր ուղղակի, ոչ թե ողջունում էր, այլ աչք էր փակում, հասկանալի է որոշակի շնորհակալության դիմաց, փողով։ Եվ դա էր պատճառը, որ շատ երկրներ, կարող եմ ասել գրեթե բոլորը, օգտագործում էին, ով բռնվեր, ով չբռնվեր։ Բայց հետո երբ որ ղեկավարությունը փոխվեց, հետո միջազգային օլիմպիական կոմիտեն էլ հստակ հարցը դրեց, ասաց, եթե այսպես է շարունակվելու, անում ենք, վերջ չկաք։ Մնաց, մաքրվեց, ասեմ ավելին, հիմա արդեն Լոս Անջելեսի 28 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ մեդալների քանակը ավելի է լինելու, մարզիկների քանակը ավելի է լինելու եւ մաքուր ծանրամարտը այո պետք է բոլորին եւ կլինի օլիմպիական ծրագրում։ Կարեն, շնորհակալ եմ ձեզ մեր հրավերը ընդունելու, մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար։ Մեր ռադիոլսողին եւ իհարկե մեր ակնդրին հիշեցնեմ, որ զրուցեցի համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանի հետ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս հաղորդման տեսագրությունը կարող եք դիտել մեր Facebook-յան էջում, նաեւ Հանրային ռադիոյի պաշտոնական YouTube-յան ալիքում, իհարկե նաեւ այն կգտնեք Հանրային ռադիոյի կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ։ Առայժմ